Օրինակ, եթե ապացուցվել է, որ ինչ-որ մեկը, անունը չտամ, ինչ-որ մեկը ապօրինի գույք է կուտակել պաշտոնյա եղած ժամանակ իր մերձավորների անունով ապացուցվել է ու հլը դատարանի որոշմամբ էլ դա արգրավվել է կամ հաշտություն է կնքել, որ ետ է տալիս այդ գույքը։ Հաշտություն, այդ մարդը չպիտի լինի թեկնածու իմ համոզմամբ։ Չէ՞։ Այսինքն մարդը Հայաստանի Հանրապետությանը լացացրել է, քերել է, կերել է ու բանը ետ է տալիս նույնիսկ, հա, ինչ որ բան ետ է տալիս, ու գալիս է ասում է ես կուսակցություն եմ ստեղծել, ուզում եմ մասնակցել ընտրություններին։ Հա, այդ մարդն չի պիտի իրավունք ունենա մասնակցի ընտրություններին, կարող է որևէ մեկը բացատրել։ Լուրջ է, արդար է դա։ Ինձ համար բացարձակ անընդունելի է իշխանության ներկայացուցիչների այն խոսքերը, թե դե ժողովուրդը գիտե, ուրեմն թող ժողովուրդը չգնա ընտրի։ Ժողովուրդը խոհարիվ չէ, ինքը տեսնում է, չէ, որ այս մարդը կողացել, կրփել է, գնացել, բան է արել։ Մասնակցել է ընտրություններին, թող չգնա ընտրի։ Սա սխալ մոտեցում է։ Ինչու, որովհետև նույն ժողովրդի փառապան զավակները աշխատում են այդ մարդկանց բիզնեսներում։ Ինչ են աշխատում, որտեվ տուն պետք է պահեն։ Աշխատում են 1, 2, 3, 5, 30 տարի։ Այդ մարդիկ երախտապարտ են, կողոպտած փողերով բիզնես հիմնած սեփականատիրոջը, սեփականատիրոջներն էլ իրենց վճարում է կանոնավոր պարգևավճարներ, կորպորատիվ փարթիներ, քեֆեր ասենք, հա, հիմնարկի քեֆ եւ այլն։ Այդ մարդը հուր հավիտյան իր երեխեքի ուսման վարձով, տան կոմունալներով, հիպոթեկով, չգիտեմ ինչով, պարտական է մեզնից, ձեզնից գողացած փողերով բիզնես դրած ինչ որ մեկին, որը որոշել է այդ փողերի մի մասը այդ ճանապարհով մանդատի վերածել, այսինքն ունենալ իշխանություն։ Եթե հաջողվի շատ իշխանություն, եթե չհաջողվի քիչ իշխանություն։ Գրավել են քաղաքական ուժերի տեղը, որոնք իրականում պիտի լինեին այնտեղ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։